Շնորհակալ եմ։ Thank you very much, Prime Minister. Շնորհակալություն, պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ։ Great to be back in Yerevan. Շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան։ Նախ եւ առաջ ես կուզեի շնորհավորել ձեզ ընտրական հաղթանակի կապակցությամբ այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին ամրությունը Հայաստանի ժողովրդավարության Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք առաջնորդեցիք 18 թվականին, կենդանի է եւ բարգավաճում է։ Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության բարեփոխումների խաղաղության ուղով եւ ավելի սերտ համագործակցության Եվրոպայի հետ գործընկերության։ Ես այստեղ ասել եմ, որ դուք կարող եք մեզ, ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միություն, Հարավային Կովկասն է նաեւ ավելի մերձենում։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անցյալ տարի պատմական իրադարձություն էր։ Ամենակարևոր քայլերից մեկը, որ այս ռեգիոնը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է նաև շարունակական նորմալիզացիային հարաբերություններին Թուրքիայի հետ։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ ես գիտեմ, որ դրա պատողները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում, եւ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք այս տեսլականը իրականություն դարձնել։ Ահա թե ինչու ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի գլոբալ դարպասներ փաթեթ փոխկապակցության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհանուր մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական տրանսպորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների եւ թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասով մեկ։ Հայաստանում այն կարող է սատարել ընթացքում գտնվող եւ նախապատրաստվող ծրագրերին ներառյալ սահմանային անցակետերը եւ ճանապարհային ենթակառուցվածքը։ Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք խաղաղությանը նպաստող։ Միաժամանակ մենք կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև։ Ուստի ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո խաղաղության նպաստող ծրագիր, որը նպատակ է հետապնդում օգտագործել են համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են։ Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսության փոքր եւ միկրո ձեռնարկություններին, օրինակ նոր ֆերմերական խոհագործական տեխնիկաներ որդեգրելու ջրի ռեսուրսների կառավարման, նոր տեխնիկաներ ձեռք բերելու։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում եւ նաեւ նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար։ Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափելի աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի եւ հաջորդ սերնդի սրտերում եւ մտքում։ Դառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից։ Համարյա տնտեսական բռնության սահմանամերձ։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական միությունը առաջ է գալիս, քայլ է անում, եւ ես այստեղ մի երկու բան ունեմ հայտարարելու։ Նախ եւ առաջ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու ամրացնել եւ բազմազանեցնել ձեր առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օրինակ օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։ Երկրորդը, մենք եւս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցների։ Սա նշանակում է ATM անգլերեն։ Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը դեպի Եվրոպական միություն։ Սրանով սա նշանակում է, որ 80%-ը ձեր առևտրի մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ապահովում են ռուսական շուկայի վրա, եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկան 450 միլիոն սպառողների
So this measure will ընդգրկմամբ open the այս European միջոցը doors կբացի Եվրոպայի դռները for almost 99% համարյա of Armenian 99%-ի Հայաստանի թարմ գյուղամթերքի, բանջարեղենի, մրգի that used to be եւ exported to Russia. բուսական ծագման արտադրանքների, որոնք միջ այդ Ռուսաստան էին արտահանվում, դուրը բացելով ավելի քան 90% ձեր խմիչքների եւ ոգելից խմիչների արտահանման համար Եվրոպական միության միասնական շուկան։ In fact, Փաստորեն over the past month we have վերջին seen more ամիսների and more ընթացքում մենք Armenian ականատես ենք flowers եղել ավելի եւ ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների And I think ժամանմանը մեր this շուկա beautiful եւ symbol սա գեղեցիկ of a new խորհրդանիշ է chapter in our նոր գլուխ economic partnership. բացելու մեր տնտեսական գործընկերության And this մեջ։ is only the beginning. Սա ընդհանրապես With սկիզբն է։ these new measures in Այս նոր place, միջոցների we will have միջոցով դուք means to մենք diversify, միջոցներ կունենանք to բազմազանեցնելու diversify fast. եւ արագ In բազմազանեցվելու։ mid-July, we will deploy Հուլիսի experts կեսին մենք to փորձագետներ Armenia կուղարկենք to Հայաստան work աշխատելու directly with ուղղակի your ձեր producers, արտադրողների your հետ businesses, եւ ձեր your ձեռնարկությունների եւ and արտահանողների help հետ, them seize all օգնելով the նրանց opportunities օգտվել that բոլոր այն privileged հնարավորություններից, partnership որը with the European արտոնյալ Union գործընկերությունը can Եվրամիության հետ կարող է առաջարկել։ Prime Minister dear Nikol, Պարոն վարչապետ սիրելի Նիկոլ, on the 7th of June, հունիսի the 7-ին people of Armenia Հայաստանի ժողովուրդը spoke clearly. հստակ արտահայտեց իր նախապատվությունը, ընտրելով ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, They chose reform and peace. բարեփոխումները եւ խաղաղությունը, They chose to open and welcoming նախընտրելով and an inclusive բաց, society. ներառողական, And they chose to partner with the European ողջունող հասարակություն եւ And together, գործընկերություն Եվրոպական միության հետ։ Մենք միասին այժմ այդ նկարտումները պետք է վերապրենք իրական արդյունքների, դու կարող եք մեզ ապավինել դրանով, շնորհակալություն։ Excellencies, thank you for such important Ձեր գերազանցություններ, statements. շնորհակալություն